պետական գործիչների ընտանեկանը դա հանրային հաշվետվության առարկա է։ Այսօր արդեն ես քաղաքական գործիչ եմ, այսօր արդեն իմ անձնականն ու ընտանեկանը կոնտրոլի տակ է։ Ու նորմալ է, եթե ինչ-որ մեկը ասի, գիտեք ինչ կա, Հայկի այս ինչը սենց է, Հայկի այն ինչը նենց է, Հայկի աղբերը, Հայկի քուրը, Հայկի ծնողը, Հայկի զավակը, Հայկի կինը, Հայկի խնամիները, ես դա նորմալ եմ ընդունում, որտեղ ես հայտ եմ ներկայացրել քաղաքական գործիչ լինելու։ Ու նորմալ է, որ ես իմ անձնական ու ընտանեկանով այլևս հաշվետու եմ նաև հանրությանը։ Դա նորմալ է։ Ոչ թե իմ անձնականն է գործ չունեք։ Մարդկանց հետաքրքիր է, անգեր դու ո՞նց ես վերաբերվում ընտանիք ինստիտուտին։ Այդ նորմալ է։ Դու պահում ես ընտանիքում անհրաժեշտ գրված եւ չգրված օրենքները։ Այդ նորմալ է։ Եթե դու դրանք պահում ես, արի առաջ, մենք քեզ կարող ենք վստահել նաև ավելի մասշտաբային ինստիտուտների աշխատանքը։ Ավելի մասշտաբային ինստիտուտներում աշխատանք կարանք քեզ տրամադրենք, հանուն պետական շահի։ Բայց եթե դու դա չես կարողանում պահես, դու ուր ես եկել մեյդան։ Եթե դու չես կարողանում քեզ զսպես այս տեղերում, վաղը իշխանության վրա շատ մեծ գայթակղություններ են լինելու, շատ մեծ գայթակղություններ։ Դու ո՞նց ես այդ գայթակղություններին տիրապետելու, վերահսկելու, սանձելու։ Բա ո՞նց ալնում, որ իշխանականը գալիս է դեմոկրատական քարոզներով, լոզունգներով, հետո դառնում է այլանդակի մեկը։ Տենց է լինում, հերոսա, չէ, անձնուրաց հերոսա։ Հետո դառնում է իշխանություն, դառնում է բռնակալ։ Այդ ո՞նց ալնում։ Այդ նույն գայթակղություններին չտիրապետելն է, այդ նույն սանձարձակության մեջ հայտնվելն է։ Բայց եթե դու քո անձնական կյանքում քեզ կարող քեզ սանձել, քեզ մի հատ կնոջով կամ մի տղամարդով կարան գերեն, վաղը դրանով կարան քեզ շանտաժ անեն, կարան։ Վերադառնանք բաներին, զինվորականներին, ովքեր ինտերնետով կապվել էին տարբեր քաց ու քուծերի հետ եւ նկարներ էին ուղարկել եւ այլ, հետո դրանց շանտաժի էին ենթարկել, ասել էին կամ ինֆորմացիա կտաս զորքերից բանակից, եթե տաս քեզ փողել կտանք, եթե չտաս այս տվյալները կհրապարակենք։ Հիմա այդ հայրենիքի դավաճանության մեջ, այսպես ասած, մեղադրվող զինվորականները հիմա իրանց անձնական կյանքի մեջ մենք իրավունք ունենք մտնենք, թե չէ։ Թե չի կարելի, դա իրանց անձնական կյանքն է։ Այդ անձնական կյանքի հիման վրա այդ մարդիկ ծուղակն են ընկել, կապնվել են սրա նրա հետ ու դրանով դարել է դա շանտաժի գործիք լծակ իրանց վրա ազդելու։ Հիմա հարց, այդ մարդկանց մենք կարանք անձնականը փորփրենք, ասենք այ հիմար, ուր ես դու գնացել ենք դրանց խելքին, որ վաղը նկար ես ուղարկում, այդ նկարներով քեզի շանտաժի են ենթարկում։